Ադրբեջանի նախագահն ասել է, որ ցարական ժամանակի քարտեզի մեջ Սևան չի եղել, ուրիշ անուն է եղել։ Հիմա էլ ասում եմ, այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը։ Վարչապետը շեշտել է, նման ձևակերպումները պատմական ճշմարտությունից հեռու են եւ նպատակ ունեն խեղաթյուրելու իրականությունը։ Հիմա Ադրբեջանի նախագահն ասելա, չգիտեմ, որ թվի քարտեզում Սևան չի գրած է ուրիշ անուն։ Եվ ես էլ հարց եմ տալիս, ասում եմ, որ տենց հետ են գնում, միջև որ թիվը հետ գնամ։ Արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե իբր ինքը բանակցությունների ընթացքում կտրուկ փոխել է դիրքորոշումը, դրանով հանգեցնելով պատերազմի, վարչապետը նշել է. Իմ բոլոր դիրքորոշումները արտահայտված են հրապարակային։ 2018 թվականից դուք իմ դիրքորոշումներն էլ գիտեք, դիրքորոշումների փոփոխություններն էլ գիտեք, կասկածներն էլ գիտեք, տրանսֆորմացիան էլ գիտեք, ելույթներն էլ գիտեք, իմ որևէ տեղում ես կարող եմ մի բան ասել վստահաբար։ Այն օրվանից մինչև այսօր բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումներին։ Ինչ վերաբերում է Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ապա վարչապետը նշել է, որ դրանք շարունակական են։ Մենք ամենօրյա աշխատանք ենք անում այդ ուղղությամբ եւ ես եթե կա տեսակետ, որ պետք է այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ, ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այդքան ավելի հեշտ կլուծվի նաեւ այդ հարցը։ Նա հավելել է, որ Հայաստանը որդեգրել է ճկուն քաղաքականություն, յուրաքանչյուր փուլում առաջնորդվելով պետական շահի գերակայությամբ։ Հենց դրա համար է, որ մենք փորձում ենք հնարավորինս ճկուն մոտեցումներ ցուցաբերենք, այնպիսի ճկուն մոտեցումներ, որ տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահերին։ Օրեր առաջ Փաշինյանն իր սոցիալական էջում գրել էր, որ սահմանազատման արդյունքում պետք է վերադարձվեն Արցվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Նա ճեպազրույցում անդրադառնալով անկլավների խնդրին եւ սահմանազատման գործընթացին ընդգծել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը բանակցությունների թեմա լինել չի կարող։ Չեմ կարող այդպիսի գրառում չանել, որովհետեւ չի կարող Հայաստանի Հանրապետության որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ հրաժարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից եւ այդ գրառումը հաստատումն է ակնհայտի։ Նրա խոսքով հարցերը լուծվելու են բացառապես սահմանազատման ճանապարհով, առանց որևէ ուժային սցենարի։ Փաշինյանի պնդմամբ սահմանազատման արդյունքում պետք է հստակ արձանագրվի երկու երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Երբ այդ շրջանակը ձևավորվի, հնարավոր կլինի քննարկել մնացած բոլոր կոմբինացիաները։ Վարչապետը նաև շեշտել է, որևէ սցենար, այդ թվում տարածքների փոխանակման տարբերակ, չի կարող իրականացվել առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ արտահայտման։ Փաշինյանը նշել է, որ սահմանազատման ամբողջ իրավական հիմքը ձևավորվելու է երկու երկրների հանձնաժողովների համատեղ կանոնակարգով եւ գործընթացն ընթանալու է հենց այդ շրջանակում։ Փաշինյանն արձագանքել է նաև Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին, թե իբր ինքը բանակցությունները փակուղի է տարել, ինչն էլ դարձել է պատերազմի պատճառ։ Վարչապետը հակադարձել է նախկին երկու նախագահներին, ընդգծելով, եթե 2018 թվականին պատերազմ չկար, ապա ինչու էին մինչև այդ սահմանին զինվորներ զոհվում։ Պատերազմը այն է, երբ որ արտաքին ներգործության հետևանքով զինվորներ են զոհվում։ Ամեն տարի մեր սահմանին զոհվել են զինվորներ 18-ից առաջ։ Նա նաև հավելել է, որ նախատեսում է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային փաթեթը, բացատրելով այդ որոշման պատճառը։ Ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը մենակ մենք չենք։ Ենթադրվում է, որ տարվա վերջ միջև դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խմբի խումբը կլուծարվի եւ
այդտեղ այդ բարոյական եւ քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի եւ մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Ըստ վարչապետի, երբ բանակցային փաստաթղթերը հրապարակվեն, պարզ կդառնա իրականում ում կառավարման տարիներն է խախտել ռազմական բալանսը։ Վարչապետը հավելել է, մինչև տարեվերջ հանրությունը կտեսնի 2016 թվականի հուլիսի եւ օգոստոսի բանակցային առաջարկները, նաեւ Սերժ Սարգսյանի այն նամակը, որի գաղտնազերծման գործընթացն արդեն մեկնարկել է։ Նա նաեւ արձագանքել է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին, մասնավորապես այն հայտարարությանը, ըստ որի 2018 թվականի իրադարձությունների օրերին Փաշինյանին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոն, եթե նա հանդարտեցնի փողոցը։ Վարչապետը կտրականապես հերքել է այդ տեղեկությունը, ընդգծելով, որ նման խոսակցություն երբեք չի եղել եւ չէր էլ կարող լինել։ Լսեք ինչ լավ այդ հեղափոխությունը տեղի ունեցել ըստ էության ուղիղ եթերում։ Նախ ասեմ փոխվարչապետի մասին, ընդհանրապես երբեք որևէ մեկի հետ ընդհանրապես տենց ակնարկ եւ խոսակցություն ընդհանրապես որևէ մեկի հետ չի եղել։ Փաշինյանը պատմել է նաեւ, թե ինչպես է տեղի ունեցել իր հանդիպումը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Փաշինյանի խոսքով Կարապետյանն իրեն է փոխանցել Սերժ Սարգսյանի առաջարկը ազատ արձակման դիմաց դադարեցնել հեղափոխական շարժումը։ Կարեն Կարապետյանը եկել է եւ ինքը խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Սերժ Սարգսյանի անունից խոսել է եւ ասել է, որ փորձ արել նենց անել, որ իրենք ինձ ազատում են եւ հեղափոխական process-ը չի շարունակում, ես ասել եմ ոչ։ Վարչապետը հավելել է, որ Կարապետյանի հետ խոսակցությունը եղել է ենթատեքստերով եւ այդ ընթացքում նա հասկացել է, որ առաջարկվում է նոր քաղաքական լուծում Կարապետյանի մասնակցությամբ։ Նրա խոսքով Կարապետյանը հետագայում վերադարձել է փոխանցելով, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, սակայն միայն ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո կամ հունիսին։ Ես ասել եմ, դա ընդունելի տարբերակ չի եւ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմալ մյուս օրը։ Որից հետո ինքը գնացել է, եկել է, ասել է, ընդունել է այդ պայմանը։ Էս է եղել մեր խոսակցությունը մեկուսահանում Կարեն Կարապետյանի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև պատարակներին իր մասնակցությունից, ընդգծելով, որ դա քաղաքական ակցիա չէ, այլ անձնական հավատքի դրսևորում։ Գիտեք ինչ, ես Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ։ Որովհետև դուք ասում եք գնում եք պատարակի, մարդիկ չեն հապի, մենք պատարակի ենք գնում, ես պատարակի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի։ Անդրադառնալով այն քննադատություններին, թե իբր Հայաստանը կրճատել է պաշտպանական ծախսերը եւ զինաթափել է բանակը, Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է լրագրողներին հրավիրել ծանոթանալու վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությանը։ Ես լրագրողներին առաջարկում եմ առանց տեսախցիկների առանց բանի, հա, նույնիսկ առանց գրիչների, եթե պայմանավորվում ենք, որ ինֆորմացիան կոնֆիդենցիալ է, առանց հեռախոսների եւ եթե որևէ մեկը ստանձնի ցուցակ ձևավորի այն լրագրողների, ովքեր պատրաստ են նաեւ հետագայում որևէ կոնֆիդենցիալության կանոնները պահել, ես ձեզ պատրաստ եմ տանել եւ մոտիկից ծանոթացնել եւ շների հետ, եւ կատուների հետ, եւ մնացած բոլոր հնարավոր միջոցների հետ եւ դուք այդ հարցի պատասխանը անձամբ կտեսնեք։ Այդ բոլոր քննադատությունները հիմք ունեն, թե հիմք չունեն։ Վարչապետի խոսքով նախկինում միջազգային գործընկերները հրաժարվում էին զենք վաճառել Հայաստանին, քանի որ չունեն երաշխիք, որ այն չի օգտագործվի միջազգային իրավունքի տեսանկյունից չճանաչված տարածքներում։ Փաշինյանն ի դեպ խոստացել է հետագայում ավելի մանրամասն ներկայացնել ձեռքբերումներն ու նոր ռազմական կարողությունները։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։